Պարոն Արշակյան, Նիկոլ Փաշինյանը նշում է, որ եթե ինձ չընտրեք, պատերազմ է լինելու։ Սա արդյոք սպառնալիք չէ ժողովրդին ուղված։ Նիկոլ Փաշինյանը չի ահաբեկում։ Օրինակ Մալաթիայում քայլում էր, մի կին մոտեցավ, ասաց՝ ինչ ես մեզ ահուսարսափի մեջ պահում, ես թորնիկ ունեմ ծառայող, բա մյուս զինվորները։ Սա ինչպես կմեկնաբանեք վարչապետի այս դիրքավորումը։ Մենք պետք է ուղղակի հիշենք օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ներկայությամբ Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Այսինքն Ալիևի կամ Փաշինյանի ուզելով չի պատերազմ լինում։ Այնպես որ մենք կարող ենք այդ իմաստով մտածել, արդյոք Ամերիկայի Միացյալ Նահանգները ուզում է, որ այստեղ պատերազմ լինի, թե չի ուզում։ Ուրեմն ես կարծում եմ, որ հարկավոր է Նիկոլ Փաշինյանին ասել, որ դու համաձայնեցրու քո խոսքերը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հետ, եթե ինքը պատերազմ ուզում է, ուրեմն սպառնա մեզ, եթե նա չի ուզում, ուրեմն այստեղ պատերազմ չի լինի։ Հայաստանի վրա ոչ ոք չի հարձակվի, ոչ ոք իր բախտը չի փորձի։ Այնպես որ եթե բան գիտի, թող ասի, որ մենք պատրաստ ենք դրան։ Իսկ եթե ուղղակի մտածում է, որ եթե ինքը չլինի, ուրեմն աշխարհը փուլ կգա, ջրհեղեղ կլինի, կարծում եմ, որ այդպես չի, պետք չի։ Ես համոզված եմ, որ պետք չի մեզ ահաբեկել։ Մենք ահաբեկիչ ունենք։ Բավական հաջող ահաբեկում են մեզ, անդադ դա դարձրել են, պատերազմը դարձրել են ապրանք եւ անընդհատ առաջարկում են հայ ժողովրդին։ Հիմա պարոն Փաշինյանը կարող է մեզ ուղղակի խաղաղություն առաջարկել։ Դա լավ էլ ստացվում է իր մոտ։ Խաչմերուկ եւ խաղաղություն։ Հիմա նոր բաներ է ասում, իմ կարծիքով շատ հետաքրքիր անկախությունը։ Այ ինքը իր համար դա նոր բան է, մեզ համար էլ նորություն է, որ պարոն Փաշինյանը դարձել է անկախական։ Դա ավելի հետաքրքիր է։ Ես այդ հաղորդումներն եմ նայում, որտեղ պարոն Փաշինյանը խոսում է անկախության մասին։ Նա ասում է Քոչարյանը, Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը, որ գան, իրենք էս իմ խաղաղության տրամաբանությունից դուրս են գալու, ինչ որ վերանայման գործընթաց են իրականացնելու, այս խաղաղ process-ը վերանայելու են, եւ դա է հանգեցնելու ըստ Նիկոլ Փաշինյանի պատերազմի։ Գիտեք ինչ է հիշեցնում դա ինձ, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարականից առաջ ասաց, որ ինձանից գալու են ավազակաբարո ուժերը։ Ես կարծում եմ, որ պետք չէր հանձնել այդ ավազակաբարո ուժերին թաթար մոնղոլական կենցաղով ու արժեքներով ապրող մարդկանց պետք չէր հանձնել։ Հիմա ճիշտ նույնն է, եթե Նիկոլ Փաշինյանը այդպիսի տագնապ ունի, հարկավոր է ովքեր որ վտանգ են սպառնում, ովքեր որ կարող են մեզ ներքաշել պատերազմի մեջ, դրանց հարկավոր է հենց հիմա փակել։ Նրանք չպետք է այդպիսի հնարավորություն ունենան։ Մանավանդ առիթ տվել են։ Ձեր ասած մարդիկ բոլորը օրենքի կոպիտ խախտումով հիմա ազատության մեջ են։ Մեր արդարադատության համակարգը մատնված է անգործության։ Նրանք չպետք է լինեին ազատության մեջ։ Դրանից բացի հեղափոխությունը հենց դրա համար էր արվել, որ նրանք փակվեն, հեռացվեն իշխանությունից, հեռացվեն ազատությունից։ Ով ունի այդպիսի հնարավորություն, որ ունի որ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանի հնարավորությունը ոչ ոք չունի նրանց չեզոքացնելու, այդ սպառնալիքը չեզոքացնելու համար։ Ի գործ փակել։ Բայց նրանք ասում են, որ մենք եկանք պատերազմ ենք սկսելու, որ Նիկոլ Փաշինյանը նրանց ներկայացնում է պատերազմի մարտիկներ։ Չէ, վերանայման ծրագիր են գալի։ Նրանք վերանայման ծրագրով են գալի։ Բայց ոչ մեկ չի ասում ես օգոստոսի 8 եմ չեղարկում, թրիպ եմ չեղարկում եւ գնում եմ Արցախ ազատագրելու։ Արցախցի Ռոբերտ Քոչարյանը չի ասում, որ ես Արցախ եմ ազատագրելու։ Հիմա ո՞նց է պատերազմ լինելու։ Ես դա չգիտեմ, բայց ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, եթե նրանք սպառնում են պատերազմով, հարկավոր է փակել եւ անցնենք օրակարգի։
այն օրակարգի, որը որ այսօր Հայաստանին պետք է։ Դրնել ձերբակալել, հա, Ծառուկյանին, Քոչարյանին, Սամվել Կարապետյանին։ Բոլոր նրանց, ովքեր որ 20 տարի կամ ավել Հայաստանի իշխանությունը զավթել են։ Այդ բոլոր զավթիչներին հենց միայն զավթելու համար։ Իսկ թե ինչ են արել, դա արդեն թող դատախազը մեզ ներկայացնի, ինչ էլ որ ներկայացրել է, դա էլ է բավարար։ Այն ինչ որ դատախազը հնչեցրել է ազգային ժողովի ամբիոնից, դա բավարար է։ Ես համարում եմ, որ հերիք է, կարելի է այդ մարդկանց մեկուսացնել, որպեսզի չշարունակեն իրենց գործը։ Ուրեմն հարկավոր է փակել եւ վերջ պատերազմ կլինի, չլինի, կհայտարարեն, չեն հայտարարի, կանխարգելել նույնիսկ այդպիսի հայտարարությունները։ Հեղափոխությունը արվել է դրա համար։ Հակահեղափոխականները պետք է ազատազրկվեն։ Բա ինչու միջև հիմա չեն ազատազրկվել։ Թերացում է դա, կոպիտ թերացում է, սխալ է դա, վատ է դա, որ նրանք ազատության մեջ են եւ օրակարգում են, այն նրանց օրակարգում լինելը արդեն վնաս է մեր պետությանը, ժողովրդավարությանը։ Նրանք շատ տգեղ օրինակ են ծառայում հենց հիմա։ Փաստորեն կարելի է իշխանությունը զավթել, երկիրը շահագործել, դատախազի ամբողջ ցանկը հայտարարության, այդ բոլորը անել ու մնալ անպատիժ։ Ես կարծում եմ, որ դա շատ վատ բան է, որ այդպիսի մարդիկ անպատիժ են մնում։ Քոչարյան ուզում է երաշխավորներ բերել, որ ավելի հիմնավոր լինի այս խաղաղության գործընթացը։ Չեք ուզում երաշխավորված խաղաղություն, պարոն Արշակյան, դեմ եք դրան։ Ես գիտեմ, որ Քոչարյանի կուսակցական երաշխավորը եղել է Հեյդար Ալիևը։ Այդ գործընկերությունը ինձ պետք չի։ Նրա պատկերացրած երաշխավորը մեզ համար շատ վտանգավոր է, շատ անընդունելի տարբերակ է։ Եվ դա ընդհանրապես անլրջություն է, դա խիստ գավառամտության հետևանք է, որ ասենք երաշխավորեն մեր կյանքը։ Դա նույնիսկ քննարկել է հիմա տհաճ է։ Այսինքն գան ռուսները կռվեն, որ ինքը բարգավաճի, բազմանա, ինչ անի։ Ռուսները այդքան միամիտ են, անտեղյակ են, գալու են Ղարաբաղը ազատագրեն տան մեզ սկուտերի վրա։ Հետո նրանք տվել են ուրիշի։ Լավ գնով տվել են, կամ էլ վատ գնով տվել են արդեն։ Ռուսները տվել են մեր հայրենիքը սկուտերի վրա, կամ սվինների վրա հանձնել են Ադրբեջանին, թուրքերին։ Հիմա էլ ինչ են ուզում երաշխավորեն։ Ինչ է երաշխավորեն։ Խլել են մեզանից, խաղաղությունը երաշխավոր։ խլել են մեզանից մեր հայրենիքը ռուսները 1921 թվականի մարտի 16-ին մեզանից խլել են, արցախցիներից խլել են, Նագորնի Ղարաբաղ են դարձրել ու տվել են թուրքերին։ Մեր երաշխավորները, իրենց երաշխավորները։ Դա ասում եմ երկու կողմից է վատ։ Առաջինը, որ դա անպատասխանատվության խնդիր է, այսինքն չեն ուզում, որ Հայաստանի քաղաքացիները պատասխանատվություն կրեն իրենց կյանքի համար, իրենց ունեցվածքի համար, իրենց հայրենիքի համար։ Մենք Հայաստանի քաղաքացիներս ուզում ենք տերը լինել մեր երկրի։ Ոչ մի երաշխավորել պետք չի։ Երաշխավորը երկրորդ կետը։ Երաշխավորը չի երաշխավորել մեր անվտանգությունը, մեր հայրենիքի անձեռնմխելիությունը, հանձնել է իր գործընկերոջը։ Հիմա ինչ է ուզում։ Դրա համար եմ ասում, դրա հանեք օրակարգից, նա պետք է բանտում լինի։ Մարտի 1-ի համար, կեղծ տեղեկանքների համար, իշխանությունը զավթելու համար, հոկտեմբերի 27-ի համար, ունեցվածքի համար, ապօրինի ունեցվածքի համար, նա պետք է բանտում լինի։ Ինչ ենք մենք նրա մասին խոսում։ Բայց կարծեք այդ Քոչարյանի ապօրինի ունեցվածքն էլ է միֆ։ 4 միլիարդ դոլար էին ասում, հիմա դարել է 200 միլիոն դոլար։ Հա ոչինչ։ Ուզում եք 200 Ինչը ոչինչ։ 40 միլիոն դոլար թող լինի, 4 միլիարդից 3 միլիարդ 800 միլիոն դրամը ջրվեց։ Թվաբանությունը ինձ չի հետաքրքրում։ Չարաշահվել է պաշտոնը։ Վերջացավ գնաց։ Ես ասում չարաշահվել է, տեղեկանքներ է բերել կեղծ։ Դրանով ինքը խաբել է կենտրոնական ընտրական հանձնաժողովին։
Հոկտեմբերի 27 է եղել նրա իշխանության օրոք։ Մեղրի հարց է քննարկվել նրա իշխանության օրոք։ Նիկոլ Փաշինյանի օրոք էլ զոհեր են եղել, տարածքներ են Դա համար կորցրել, պետք է Նիկոլ Փաշինյանը հաշվետվություն տա։ տարածքներ են օկուպացվել։ Պետք է հաշվետվություն տա։ Ինչու պետք է Քոչարյանը ճաղերի հետևում լինի, իսկ Նիկոլ Փաշինյանը հաշվետվություն տա։ Տեսեք, հաշվետվության հետևանքով, եթե պարզվի, որ դա հանցագործություն է, Նիկոլ Փաշինյանը նույնպես պետք է հայտնվի ճաղերի հետևում։ Անպայման պետք է դատավարություն լինի, հաշվետվություն պետք է լինի։ Բոլոր պաշտոնյաները հաշվետու պետք է լինեն եւ արդարադատության համակարգը պետք է հետևի, հետամուտ լինի այդ գործին։ Ես չեմ առանձնացնում, ես իմ համար եմ ասում, ինձ էլ ստուգեք, իմ գործերը ստուգեք։ Քոչարյանը համաներում է խոստանում։ Կան բոլորին բանտարկվածներն ասում են, չա, խայտարակություն է ասում, քաղաքական հայացքներով լցված են բանտերում։ Համաներում եւ Քոչարյան, սա անկալելի է ձեզ համար, պարոն Արշակյան։ Դե ես չգիտեմ, ասում եմ, դա հարկավոր է արդեն հոգեբուժի, պսիխոթերապևտի բանի կարիք է զգացվում, բա իրա օրոք որ բանտերում էին մարդիկ, ինչ գրի համաներում է, ինչ բան է։ Գուցե նա հանցագործներին է ուզում բաց թողնել։ Ինքները չէ, հիմա քրեական գործ կա իր վրա, բայց ելնիկներին ուզում է բաց թողնել։ Ես չգիտեմ, ինչ համաներման մասին է խոսքը։ Ոնց կարելի է, եթե մարդը հանցագործ է, ուրեմն պետք է պատիժը կրի։ Դե քաղաքական հետապնդողները երևի նկատի ունենանք Բագրատ Գալստանյան, կաթողիկոս, այլ ովքեր են անցում Ովքեր մեղադրյալը։ որ կան, եթե նրանք, տեսեք, եթե նրանք ճանաչվել են դատարանի կողմից հանցագործ, ուրեմն պետք է պատիժը կրեն։ Չէ, մեղադրյալի կարգավիճակում են։ Մեղադրյալներին էլ, կասկածյալներին էլ համաներում չկա, թող գործը ավարտին հասնի իր տրամաբանական։ Եթե նրանք անմեղ են, պետությունը պետք է ներողություն խնդրի նրանցից, փոխհատուցում տա։ Պատժի նրանց, ովքեր որ անմեղ մարդկանց մեղադրել են, կասկածել են, նրանց պետք է պատժել։ Այսինքն մենք պետք է դա իմանանք, որ անմեղ մարդկանց եթե մեղադրանք է առաջադրվում, ուրեմն դա եւ պաշտոնի անհամապատասխանության մասին է եւ կարող է եւ քրեական գործ լինել։ Եթե դրանք զրպարտություններ են եւ այլն, հասկանալի է, ինչ որ մեկը պետք է պատժի, Հայաստանը պետք է դառնա ապահով երկիր, օրինապահ քաղաքացիների երկիր։ Օրինապահ մարմինները, բռնող, քննող, դատող մարմինները պետք է աչառուր լինեն, նրանք չպետք է սխալ թույլ տան։ Դրա համար կպատժվեն, եթե խախտում են, սխալ են թույլ տալիս, դրա համար կպատժվեն։ Պարոն Արշակյան, Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին եւ հանդիպում խնդրել։ Ինչու ընտրություններից առաջ հանդիպել Վլադիմիր Պուտինին։ Ընդհանրապես լավ է, որ իր գործընկերներին զանգում է, կապի մեջ է, ակտիվ միջազգային հարաբերությունների մեջ է մի երկրի ղեկավարը։ Ես կարծում եմ դա լավ է, մեկուսացած չի, թախտին նստած չի իր թախտին։ Դա լավ բան է։ Ընտրություններից առաջ, առավել ևս ընտրություններից առաջ, ընտրությունների ժամանակ, աղետների ժամանակ, նույնիսկ հաջողությունների ժամանակ հարկավոր է զանգել գործընկերներին կիսվել։ Ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում։ Դաբրո ստանալու պահ չկա այստեղ։ Դաբրո ինքը ստացել է։ Դաբրոն հենց սկզբից ստացել է։ Ինքը հայտարարել է, որ ինքը դաբրո ստացել է, դեռևս 17, 18, չգիտեմ։ Ումից է ստացել։ Ռուսաստանից։ Ինքն է հայտարարել։ Այն ժամանակ ես հիմա թիվը չեմ հիշում, գուցե 16։ Երբ է հայտարարել, ասել այս Վլադիմիր Պուտինից Դաբրան ստա։ Վլադիմիր Պուտինի չէ։ Ես հակառուս չեմ եւ նույնիսկ դա ինչ որ անուն ազգանուններ էր տալիս։ Ես հիմա դրանք չեմ հիշում։ Մարդը հայտարարել է, ռուսներն են հայտարարել, որ իրենք աջակցում են Նիկոլ Փաշինյանին, պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Այս փուլում Հիմա այս փուլի կարիքը դեռ չկա։ Դեռևս դրա կարիքը չկա, մի անգամ հայտնել են հերիք էլի։ Ասել են, մարդիկ ասել են, բոլոր մակարդակներում ասել են, այ որ իրար զանգում են, հանդիպում են, ողջագուրվում են, առևտրի բանը մեծացել է։
Նիկոլ Փաշինյանը մտավախություն չունի, որ զանգի մի հատ էլ Վլադիմիր Պուտինի թրիտակով անցնի, ոչ չասեն։ Բայց ինչի, ում թրիտակով որ պետք է արդեն անցել է։ Գլխավոր ոստիկանը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է։ Ես ասեմ Պուտինը նույնպես շնորհավորել է այդ օգոստոսի 8-ի կապակցությամբ։ Տրամպին է շնորհավորել, դա մեզ էլ է վերաբերում։ Ալիևին եւ Նիկոլ Փաշինյանին նույնպես վերաբերում, այսինքն ինչ կարիք կա ամեն անգամ։ Ես ասում եմ, գլխավոր պատասխանատուն որոշում կայացնողը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը գոհ է Փաշինյանից, հավանում է Փաշինյանին։ Այն մյուսները թող հերթ կանգնեն, որ իրենք էլ հավանեն, այդ թվում եւ Պուտինը։ Հերթ կանգնի, իր հերթ հենց որ կգասի ես էլ ադաբրյամ։ Բայց ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը անհանգիստ վիճակում է, չէ՞, որ զանգել է ընտրություններին 10 պակաս Վլադիմիր Պուտինին է ուզում տեսնել։ Դե պարտադիր է անհանգիստ լինելը, պաշտոնյան պետք է անհանգիստ լինի։ Որովհետև մրցակիցներ ունի, խանգարողներ ունի, սխալներ կարող է թույլ տալ։ Ճիշտ է, որ անհանգիստ է։ Ես այդ դեպքում ես համարում եմ, որ լավ է, որ ինքը անհանգիստ է։ Անհանգիստը լավ է։ Թող չքննի թախտի վրա, թող աշխատի։ Նա Ռուսաստանի բանն էլ ստանա, հա, Դաբրոն այր։ Դաբրոն ումից որ պետք է նրանից ստացել է։ Դե բայց Ռուսաստանը ասում են, այդտեղ 3 տեխնացու ունի։ Չեն հարցնում հիմա։ Ռուսաստանին չեն հարցնում։ Ռուսաստանը իր ներքին գուցե այնտեղի իր քաղաքացիների համար ինչ որ հայտարարություններ է անում։ Ռուսաստանին ով է հարցնում որ հիմա Ռուսաստանը թող լուցկու չոփ ունի թող իր հարցերը քորի։ Չէ՞ Ռուսաստանը ինչ դեր չի կատարում հիմա։ Ասում են մեծ ազդեցություն է ունենալու առաջիկա խորհրդարանական ազդեցություն է, մենք տեսնում ենք, չէ՞, 3 կասկածյալներն են, որոնց նկատմամբ քրեական գործեր կան ու նրանք կամ ազատազրկված են կամ կիսաազատազրկված են։ Դա այդ ինչ մակարդակ է։ Դա մակարդակ է։ Դա ազդեցություն է, որ մարդը տնից դուրս գալու իրավունք չունի, ելույթ ունենալու իրավունք չունի։ Ունի ելույթ ունենալու իրավունք։ Հատուկ են տվել, որ մենք տեսնենք ով է, մենք գիտենք ով է։ Ես դրանից բավականություն եմ ստանում, երբ նա խոսում է, ասում է, այ տեսեք կոլխոզինիկ մարդը մնացել է, ծնվել է կոլխոզում, կոլխոզնիկ էլ մնացել է։ Ում նկատի ունեք։ Սամվել Կարապետյանին։ Բայց նա չի խոսել, դուք որտեղ եք տեսել։ Մի երկու բառ ասել է, հետո ես ճանաչում եմ, մենք շփվել ենք։ Կարում է, տեսեք, հիմա կասկածի տակ է դրվում իր խոսելը, ասում են ոչ ռուսերեն է կարում խոսալ, ոչ հայերեն, ինքը վարժ կարողանում է։ Բարբարով էլ չի կարողանում խոսել, ինքը խոսել չգիտի, ասելու բան չունի։ Դրա պատճառով չի կարողանում, բարբարը լավ գիտի խոսել, բայց ասելիք չունի։ Վարժ խոսում է հայերեն։ Հայերեն բարբարով մանավանդ վարժ խոսում է, բայց ասելիք չունի։ Դրա համար Նիկոլ Փաշինյանն ասում է, ասեք թող խոսի։ Եթե մարդը ասելիք չունի, ինչ խոսի։ Ինչ ոնց էր կոչվում իր տղայի բանը, ինստիտուտը նախարարություն բացեն բազմացման սեքսի բազմացման նախարարություն բացեն։ Ինչ խոսի, ինչ ասի, ինչ որ ասում է, բան է, զավեշտ է դառնում։ Ես կարծում եմ, որ կոռուպցիոն մի բան կա, որ իրեն արգելել էին խոսելը։ Փող մողրտվել ասել էր ինձ բան արեք, ձայնից զրկեք, չխոսեմ հանգարց։ Ինքը փող է տվել, որ իրան խոսելու իրավունքից։ Բա իհարկե, բա ինչ անի։ Բա որ խոսում է։ Պետք չի տեսնում ինչ է ստացվում։ Այն լավ է որ թող խոսի։ Բայց զրկված է, դա է, նա անազատության մեջ է, կաշկանդված է, բա դա է Ռուսաստանի ազդեցությունը։ Իմ ասածը դա է, որ տեսեք ով է, տեսեք, ասա ով է, ընկերդ ասեմ դու ով ես, ասեք ով է քո թեկնածուն, ասեմ դու ով ես, դու ինչ կարգավիճակ ունես, իմ ասածը դա է, որ Ռուսաստանի կարգավիճակը այս ընտրություններում հենց դա է, կաշկանդված է, իրավազուրկ է, ֆոտոգենիկ չէ, ներկայանալի չէ Ռուսաստանը, եթե Ռուսաստանը ուզենար կամ կարողանար ազդեցիկ լինել Հայաստանի Հանրապետությունում, բայց չկան մարդիկ, որոնց որ
մենք մեր համար ընդունելի են։ Հատուկ ընտրել են մեզ համար անընդունելի, անհաջողակ, ձախողված մարդկանց քաղաքականության մեջ։ Քաղաքականության մեջ նրանք ձախողված են, հայտնվել են բանտում կամ նախաշեմին են բանտի։ Վան Արշակյան, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այնքան հանրաքվե անել, միջև իր ուզած սահմանադրությունը ընդունվի ժողովրդի կողմից։ Սա ընդունելի է։ Իր ուզածը ես համաձայն չեմ ձեր հարցի այդ հատվածի հետ։ Իր ուզածը չկա։ Կա Եվրոմիության արևմուտքի պարտադրանքը։ Մենք ցավոք սրտի չենք կարողանում արևմուտքին պարտադրել մեր ուզածը։ Այն ինչ որ մենք ենք ուզում, մենք դա չենք կարող պարտադրել Միացյալ Նահանգներին, Գերմանիային կամ Ֆրանսիային, բայց նրանց պարտադրանքը մենք հաշվի առնում ենք։ Մանավանդ որ այդ պարտադրանքը գալիս է ծրարով, եվրոյի կամ դոլարի փաթեթով։ Մեծ ծրար է աջակցության, դպրոցների, ճանապարհների, ռազմամթերքի, սպառազինության, կրթության, մշակույթի ծրարով, բոլորի տակ էլ մի քիչ փող, անվտանգություն։ Երբ որ դա գալիս է, մենք ազդվում ենք։ Այդ սահմանադրությունը նրանք են պատվիրում։ Կանոնադրությունը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը իրենք են գրել։ Հելսինկյան ակտը իրենք են գրել, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության կանոնադրությունը արևմուտքում են գրել, դա պարտադրում են մեզ։ Պարտադրում են անկախության հռչակագիրը հանել սահմանադրությունից։ Այո, պարտադրում են, որովհետև Հայաստանի Հանրապետությունը այլևս պատերազմի հարթակ չէ։ Այդ հռչակագիրը գրված է ֆորպոստի համար։ Հայաստանի Հանրապետությունը այլևս ֆորպոստ չի, ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարության։ Ես հույս ունեմ, որ ինքը իր հայտարարությունը հասկացել է։ Եթե Հայաստանը անկախ պետություն է, ինքնիշխան պետություն է, իր շահերին հետամուտ պետություն է, ուրեմն այդպիսի հռչակագիր, որը ենթադրում է պահանջատիրություն է ենթադրում, մեծ մասշտաբի պատերազմ է ենթադրում, ազատագրել Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը, Ղարսը, Մակուն ու Խոյը, ընդհանրապես Թավրիզը վերցնենք միանգամից։ Այդպիսի հռչակագիր ունենք մենք, անցնենք հեշտ կերպով ու դարձնենք այդ երկրները արյան ծով։ Հռչակագիրը դրա մասին է։ Մենք այդպիսի հնարավորություններ այսօր չունենք։ Մենք չունենք այդպիսի հնարավորություն, նույնիսկ չկարողացանք Արցախը պահել։ Չունենք։ Հռչակագիրը դրա մասին էր։ Գնանք կռվենք։ Մենք չենք կարող կռվել նրանց հետ։ Այդ ինտերնացիոնալի դեմ, չարագործների ինտերնացիոնալի դեմ մենք չենք կարող կռվել։ Մեր դաշնակից ինտերնացիոնալը պատրաստ չի կռվելու, այ խաչակրած արշավանք չեն սկսում։ Այ որ խաչակրած արշավանք կլինի, մենք այդ ժամանակ կմտածենք, միանանք թե չմիանանք խաչակիրներին, առիթից օգտվենք։ Հռչակագիրը դրա մասն էր, որ թող լինի խաչակրած արշավանք, մենք մեր բաժինը ստանանք։ Չստացվեց, չի ստացվում։ Բայց այդ դեպքում Ադրբեջանի սահմանադրությունն ինչի չի վերանայվում, որտեղ մեր ուժը չի պատում։ Ներածության մեջ գրված է, որ իրենք 18-20 թվականների դեմոկրատական Ադրբեջանի իրավահաջորդն են, իսկ այդ այսպես կոչված ճակերտավոր դեմոկրատական Ադրբեջանը, իհարկե զվարճալի է Ադրբեջան եւ դեմոկրատ բառեր իրար կողմ դնել, բայց այնուհանդերձ այդ դեմոկրատական Ադրբեջանը միջև Թուրքիա համարում էր իր տարածքները, այս տարածքները մեր ինքնիշխան տարածքները համարում է Ադրբեջան։ Այսօր մեր ինքնիշխան, այդպես ասենք, այսօր մեր ինքնիշխան տարածքները համարում են իրենցը։ Մեզ ապօրինի, մեր երկիրը ապօրինի պետություն են համարում, ըստ Շահ Աբասի կամ Նադիր Շահի կամ Իսմայել Շահի ժամանակ այդպես է եղել։
Մեր ուժը չի պատում հիմա։ Մենք այդպիսի ռեսուրսներ չունենք, որպեսզի Եվրոպան, այդ նույնը հավասարություն սիրող Եվրոպան, որ Հայաստանին, ինչպես դուք եք ասում, պարտադրում է, թող բա այդ բռնապետիրական Այ մենք հնարավորություն չունենք Եվրոպային ստիպել, որ ինքը պարտադրի Թուրքիային, որ ճանաչի ազգերի լիգայի քարտեզը կամ Վուդրո Վիլսոնի քարտեզը։ Այ մեր ուժը դա չի պատում, մենք այդպիսի ռեսուրսներ չունենք։ Ես կարծում եմ, որ ընդամենը դա, եթե մեր ուժը պատի, օրինակ 90-ական թվականներին մեր ուժը պատում էր, մենք Արցախը վերցրեցինք, միացրեցինք օրենքով, սովետական միության օրենքներով կամ այդ օրենքները խախտելով։ Մենք ազատագրեցինք Արցախը։ Այն ժամանակ կարողանում ենք, հիմա չենք կարողանում։ Չենք կարողանում ոչ միայն ինքնուրույն մեր ուժերով դա անել, չենք կարողանում նաև Անտանտային, ՆԱՏՕ-ին, Եվրոմիությանը ստիպել, որ իրենք անեն մեր համար։ Այս սկուտերի վրա բերեն, մեզ մատուցեն 6 վիլայետ ծովից ծով Հայաստան։ Ոչ մենք ինքներս կարող ենք դա անել։ Ոչ էլ կարողանում ենք ուրիշին դրթել, որ ուրիշը անի ու նվիրի մեզ։ Հիմա մեր իրատեսական հնարավորությունները այդպիսին են։ Օգոստոսի 8 տրիպ եւ եվրոդիտորդներ սահմանի վրա։ Հյուսիս-հարավ ճանապարհաշինություն, մանկապարտեզաշինություն, դպրոցաշինություն։ Այդքան է մեր ուժը պատում։ Մենք պետք է մեր հնարավորությունների սահմանում գործենք։ Պարոն Արշակյան, ազգային ժողովի նախագահի պահվածքը ինչպես եք գնահատում, մեկնաբանում։ Ես երբ որ պաշտոնյա եմ եղել, շատ զուսպ եմ պահել ինձ։ Ես համարել եմ, որ ժողովրդի ծառան եմ։ Ես ծառան եմ, նա տերն է։ Տիրոջ հետ հարկավոր է հարգալից լինել։ Անկախ նրանից նա կիրթ է, թե անկիրթ տերը։ Գրեհիկ է, թե բարեկիրթ նրբանկատ։ Ես կարծում եմ, որ բոլոր պաշտոնյաները պետք է իմանան, որ իրենք գործ ունեն Տիրոջ հետ։ Պետք է հարգալից լինեն։ Դա մեկ։ Երկրորդը, իրենք օրինակելի քաղաքացի են։ Մանավանդ ընտրովի պաշտոնյաները, այդ թվում եւ ազգային ժողովի նախագահը։ Նա օրինակելի վարքագիծ պետք է ունենա, օրինակելի կենցաղ, օրինակելի լեզու։ Ինչի չենք տեսնում մենք դա ժողովրդի ծոցից ելած իշխանության մոտ։ Որովհետեւ հաշվետվություն չկա։ Ոչ ոք հաշվետվության չի կանչում։ Հաշվետվություն չկա։ Հետ կանչի մասին օրենքը պետք է լավը լինի։ Նրանք պետք է իմանան, որ տերը կարող է վռնդել իրեն ծառայությունից։ Այսինքն իրենք այդ արժեքը չեն գնահատում, կարևորում, որ իրենք ժողովրդի ծառան են, իրենք են իրենց տեր իրական զգում, որ հայրենիքներ է հնչեցնում։ Պատժի մեխանիզմ չկա, այսինքն հետ կանչի մեխանիզմը լավը չի։ Դրա համար հարկավոր է սահմանադրությունը փոխել։ Ես ասեմ, ընտրությունների ժամանակ, առաջիկայում ընտրություններ են սպասվում, հարկավոր է լավ ընդդիմություն ընտրել։ Տեսեք, չեմ ասում է իշխանություն ընտրել։ Իշխանությունում պետք է լավ ընդդիմություն լինի, որ սանձի մեծամասնությանը կամ փոքրամասնությանը, որ սանձող լինի, կարգի հրավիրող լինի։ Այ ընդդիմությունը կարգի հրավիրող ինստիտուտ է։ Մեր մոտ դա բացակայում է, մենք չունենք ընդդիմություն։ Դրա համար էլ մարդիկ իրենց սանձարցակ են պահում։ Սանձող չկա։ Դե ասում են ազգային ժողովը իրենք քպականներն են սա ասում, Նիկոլ Փաշինյանն է ասում է ինքն էլ է մարդ, ինքն էլ է էմոցիաներ ունի, ինքն էլ է նյարդայնանում, ասում է հա հասկացանք պաշտոնյա է, բայց հո բան չի, ռոբոտ չի, մսից ու արունից է ասում են, սա արդարացի բացատրություն է իշխանության կողմից։ Հետարակ բացատրություն է, ինքն էլ է մարդ, թող գնա իրանց տուն, պաշտոնը թող թողնի, այնտեղ ինչ ուզում է անի, իրենով կզբաղվի ոստիկանը։ Այդպիսի բան կա։ Ես ասում եմ պաշտոնյան հատուկ մարդ է, նա պետք է հատուկ վարքագիծ ունենա։ Հատուկ օրինակելի վարքագիծ,
որպես քրիստոնյա ասեմ, պետք է անի այն ինչ որ ուզում է որ լինի, իր հետ լինի։ Մենք չենք գնում դեպի Թոխմախի մհեր, Շմայս այդ վիճակներին, որ ոնց ուզում խոսում էին, ինչ ուզում անում էին։ Հա, ես դրան եմ դեմելի, իմ ասածը դա է, որ Բայց այսինքն այս իշխանությունը նմանվում է իրենց։ այդպիսի մարդկանց ճանապարհը իշխանությունում պետք է փակ լինի։ Նրանք չպետք է Նմանվում են իրենք հիմա, թե չէ։ Թեթև նմանություն կա, թեթև։ Նրանց աղավաղված, նրանք ուրիշ են, բարձր մակարդակի քրեական մշակույթեր դա։ Բայց իրենք էլ հակադարձում են, ասում են, այ տեսեք Ալեն Սիմոնյանը ախրանիկներին չհանձնարարեց, ասեց, այս քաղաքացուն բռնեք տարեք զուգարանում ծեծեք։ Հա, էլի դրանք ասում են, նրանք բարձր կարգի, նրանք խիստ բացասական կերպարներ էին։ Բայց դա չի նշանակում, որ այսօրվա իշխանությունը պետք է նրանց նմանվի, թեկուզ աղավաղված, կապկելով էլի նմանվի նրանց, կապկել է դա նշանակում։ Այսինքն իրենք ուզում են ժողովուրդ իրենց շնորհակալ լինի, որ այդ զուգանում չեն սպանում։ Այո։ Դե ես ասացի իմ կարծիքը, որ դա անարժանության նշանակում է իրենք չեն համապատասխանում իրենց պաշտոնին, ուզում ես ազատ լինել, ուզում ես քո անձնական կյանքը թափանցիկ չլինի, ուրեմն հրաժարվի պաշտոնիցդ։ Ես ձեզ ասում եմ, որ պաշտոնյայի անձնական կյանքը թափանցիկ է, նրա բանկային հաշիվը եւ բժշկական տեղեկանքը թափանցիկ է։ Նույնիսկ իրանք միլիոններով պարգևավճարներ են ստանում եւ հրաժարվում են ժողովրդին տեղյակ բայել ինչքան ստացա։ Թափանցիկ պետք է լինի պաշտոնյայի բժշկական տեղեկանքը, առողջական վիճակը պետք է թափանցիկ լինի։ Եթե քաղաքացին, սովորական քաղաքացին պաշտպանված է օրենքով, գաղտնագրված է, այսինքն նրա բժշկական տեղեկանքը, ունեցվածքը, բանկային հաշիվը փակ են, գաղտնիք են հասարակության համար, ուրիշի համար, պաշտոնյային բաց են, պայմանը պաշտոնյայի մեր տված հարկերով ապրելու գինը դա է, որ ինքը պետք է թափանցիկ լինի, անձնական կյանքը պետք է թափանցիկ լինի, մենք պետք է իմանանք ինչ հոգեվիճակում է մեր ծառան, պատերազմ ու խաղաղության խնդիր կա, հետադիմության եւ առաջադիմության, մենք պետք է տեսնենք նույնիսկ անձնական կյանքը պետք է թափանցիկ լինի։ Ես ասում եմ, նրա առողջությունը կարևոր է մեզ համար։ Մենք պետք է իմանանք առողջ է թե հիվանդ է մեր երկրի ղեկավարը, ղեկավարությունը։ Դա պետք է թափանցիկ լինի։ Մենք պետք է տեսնենք մրսեց, չմրսեց, անառողջ է, առողջ է։ Մենք պետք է դա իմանանք, ուրեմն իրենք պետք է պաշտոնը զբաղեցնելուց առաջ հրաժարվեն այդ իրավունքներից։ Դրանք իրավունք են։ Իրավունք ունեմ իմ բժշկական տեղեկանքը թաքցնելու։ Իդեպ ես մի անգամ հայտարարել եմ, նորից եմ ասում, իմ բժշկական տեղեկանքը, իմ ֆինանսական, տնտեսական պետք է հեռանա այս իշխանությունը։ Որևէ մեկ եթե ձեզ դա հետաքրքրում է, գնացեք գտեք, ես թույլ եմ տալիս ձեզ։ Նայեք։ Պետք է հեռացվի այս իշխանությունը, թե ոչ։ Իշխանությունում նրանք, չէ, իշխանությունը, այսինքն Հայաստանը դառնա անիշխանություն։ Չէ, ընտրություններով այլ իշխանություն։ Բոլոր նրանք, ովքեր որ խախտում են, հանցագործեն, չեն համապատասխանում իրենց պաշտոնին, բոլորը պետք է հեռացվեն տիրոջ կողմից։ Դրա համար սահմանադրության մեջ հետկանչի ինստիտուտը պետք է պարզ լինի։ Պետք է կարողանանք մեր չհավանած պաշտոնյային աշխատանքից ազատել։ Մենք, հասարակությունը։ Դե հիմա տեսնում ենք, որ դա հնարավոր չէ։ Նիկոլ Փաշինյանը ինքն է հարձակվում անպաշտպան մայրիկի եւ երեխայի վրա, էլ ուր մնաց իր թիմակիցներին դատապարտի, որ հայոյում են մարդկանց փողոցներում, չնայած հանուն արդարության, որ առաջինը Միկան էր հայոյել բանին, Ալեն Սիմոնյանին։ Գիտեք ինչ, մեզ համար միևնույն է, նրանցից ով է սկսել։ Ոստիկանություն կա, դատարան կա, թող ոստիկանությունը, դատարանը դրանով զբաղվի։ Ինքը իրավունք չունի, դա ինքնադատաստան։ Դե հիմա այդ մարդուն բռնետ արել են, Ալեն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանի հետ շրջում է կուկուռուզ պերաշկի ուտելով։ Մենք խոսում ենք ինքնադատաստանի իրավունքի մասին։ Լեզվով հայհոյելը նույնպես դատաստան է։ Ինքը որոշեց, որ պետք է պատժի նրան հայհոյելով, չէ, դրա համար կա դատարան։ Դիմեք դատարան, թող դատարանը որոշի։
Հետո կարելի է անցնել բրունցքների, կարելի է անցնել սուսերի, ատրճանակի, հա։ Դաշունի քարերով իրար խփել։ Հետո դա ես ասում եմ, որ իրավունք չունի ոչ ոք ինքնադատաստանի, այդ թվում լեզվակռվի։ Լավ, պարոն Արշակյան, եւ վերջում Քոչարյանն ասում է, միջև այս իշխանությունը չհեռացնեմ, չեմ հանգստանալու։ Իշխանությունը պետք է իրեն հանգստացնի։ Դա շատ հանգիստ է։ Ես այնտեղ եղել եմ երկար տարիներ։ Նառերի վրա թող հանգստանա։ Ինչերի։ Նառերի վրա։ Բանտախցում ինքը կարող է հանգստանալ։ Իշխանությունը թերանում է, կոպիտ սխալ է անում, որ նրան չի հանգստացնում։ Թող ուղարկի հանգստի երկար տարիների։ Ընդհանրապես ցանկալի է ցմահ։ Քոչարյանին առաջարկում եք ցմահ։ Ես կարծում եմ, որ դա լավ հանգիստ կլինի իր համար։ Մինչև կյանքի վերջը նա Էրի Հունանյանի կողքը հոկտեմբերի 27-ի գործը կա, չէ՞, դեռևս։ Ուչաստկովի թող գնան իրար հետ հանգստանան։ Նույն բանտախցում։ Շնորհակալություն, պարոն Արշակյան, հարցազրույցի համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։